Ну я тысячу раз обрывал провода, сам себя кричал, ухожу навсегда. Նայում напарникս կողքս չկա, համիկ, ուր ես, ну я буду с тобой или буду один. Համիկս միամիտ կպաբաց հոսանքին, ու մութ երկնքում տեսանք նրա հոգին, դարձավ սայլուտ. Չէ, ոնց որ հնա էներգիա մնացել է մեջս։ Արա դե այնքան մարդ է գնում գալի էս նոր տարին մեր տուն։ Արա չնայած հարգված մարդ եմ, խի պետք է չգնան գան։ Պետիկ։ Պրոստը որ գալիս են հետս չեն է շփվում։ Մենակ Նազիկին են ոտից գլուխ նայում, ուտում, խմում, նայում, ուտում, խմում։ Երևի իրանք էլ նայում զարմանում են, ասում են տենաս էս սիրուն սիմպաթիչնի սրտակեր պետիկը էս գեշ մունդարի մեջ ինչ ա գտել։ Երևա կայի որ Նազիկը չլիներ ավելի շատ մարդ կգար։ Չնայած Նազիկս մեր տան բյուջեն ա խնայում։ Արա այս սաղ սեղանը սրբեցին։ Ոնց եմ զզվում այս նոր տարվա լիությունից, հետո տիրող դատարկությունից։ Դատարկություն ասեցի, հիշեցի։ Նազիկ են չամիջից է չի մնաց, է։ Չէ, չմիջիլ սրեցի, պլով սարկեցի։ Ահա, էս է լավ պրծա։ Ինչ ասեմ, լեցրու բեր չամիջները մեջից ջոգեն բրինձները ուտեն։ Ոնց որ տատս էր ասում։ Տատի ջան, ինչ լավ էր այն վաղ որ կայր։ Որ դու կայր այդ ժամանակ պապին է կար։ Պապին որ կար, այդ նշանակում էր իր թոշակից 2000 դրամը իմն էր։ Հիմա սաղլներ այդ 2000 դրամը կտար, կիշտեի ներքևի սուպերմարկետից ինչ ուզես կառնեի։ Չնայած ինչ պետք է առնեի։ 2000 դրամով մտնում է սուպերմարկետ անվտանգություն են կանչում։ Թե ժամանակ գողություն էի արել։ Լավ չեմ էլ հիշում։ Նազիկ այդ բրինձս ինչ եղավ։ Դեր պատրաստ չի, պակա բագնիկի լույսի սարքի։ Աղջի բավոր տոկը խփի։ Այս երկունը նորմալ էլեկտրիկ կանչես թողա սարքի։ Իմ մասի չես մտածում գոնեն 8 երեխու մասին մտածի։ Արա 8 երեխա մենք որտեղից ունեցանք։ 2 տարի է որ ամուսնացած ենք։ Դրա կարող ես Նազիկը Զամիկանի ունի։ Ես ասում եմ Զամիկանի, սիրած։ Աստված ջան, խնդրում եմ։ Հենց հարա այս Նազիկը սիրած ունենա, ըստ գնա, պրծնեմ սրանից։ Ամեն։ Արա ես ինչքան սանտիմետր եմ դարել։ Ինչ էր։ Հա, հիշեցի, սենտիմենտալ։ Հոգուս վերքը չի լավանում։ Այս քանի օրը գնամ հոգեբանի մոտ։ Գնամ դրա նոր տան լույսերը քաշեմ, մի քիչ դզվեմ։ Պետիկ ջան, հիմա չես սարքուն։ Ադե ճիշտ են էլի ասում, սապոժնիկ բիս սապոկ։ Ով է ասում։ Դու մեր հարևան կոշկակար Գագոյի կոշկակարանոցը տեսել ես։ Տեսել ես ինչ կոշիկներ ունի։ Հələ մի քանի զույգ էլ կանացի կոշիկ ունի։ Կոշիկը ո՞րն է, կաբլուկ։ Դե այդ Գագոն պատկաբլուշնիկ էր, չէ։ Համել եթե կոշկակարը կոշիկ չունի, նշանակում է այդ գործ ինքը նոր է սկսել, կամ լավ վարպետ չի։ Այդ նույնն է, որ ասես էլեկտրիկը լույս չունի։ Վայ քորա, ինչ չի։ Հա, լույսերը չեմ մուծել։ Լավ, սպասի գնամ միացնեմ, հետո կմուծենք։ Չնայած այն հին ձևերին եմ խապնվում։ Է որ էլեկտրիկին խապում ասում էինք, հեսա կմուծեմ ու տենց ամիսներով չէինք մուծում։ Հիմա չես մուծում, անջատվում է, մուծում ես, միանում է, սպասի, օնլայն մտնեմ մուծեմ, թո միանա, ես էլ մուծինք։ Արա ինչքան շուտ, ինչ լավ է, առաջ հիշում եմ, գնում էինք պոշտա մուծում էինք, չեքը տանում տալիս էինք էլեկտրիկին, մի հատ էլեկտրիկը նայում էր, ինքն է իր ծանր տեղը մինչև թեթևացնում գալիս էր, այդ ընթացքում մի ամիս առանց լույս էինք մնում։ Հիմա լավ չի, մի անգամից օնլայն նստածը տեղից մուծում ես միանում է։ Այս նոր ունի տեղը։ Պետիկ ջան, գնանք մի քիչ պարքինգ, պես դեն սիդիշ։ Ախ, հերո գնա էլի, նզովյան։ Քո հետ էլ պարկող չկա։ Ամեն պարկելուց հետո վեր եմ թռնում տենամ մի երեխա ավել վազում է հյուրասենյակում, թե չէ։ Թող հանգիստ նստեմ։ Տղամարդը պետքա նստի ու մտածի։ Այնքան մտածի,
Միջև գլխին խնձոր ընկնի։ Այ խնձորը, որ առանք ու ձերոս տուն չտարանք։ Արա լավ էլ հանգերը բռնում է։ Կարող ես տոկի գործը թողեմ ռեփ կարդամ։ Համիկս հիմա ստեղ լներ ժամկետանց խմորեղերի նման կարճ կյանք չունենար։ Գիտես ինչ բարձունքների էինք ասել։ Ստոլբայր որ բարձրանում իջնում էինք։ Իսկ հիմա մենակով վախում եմ բարձրանամ։ Գլուխս ֆռում է։ Աղջի նազիկ գեշությունից այդ գլուխս ֆռում է դեմքը տենկում տար։ Շեֆն ազանգում։ Ալո։ Հա շեֆ ջան։ Ոնց թե ուր ես։ Իմ տաքուկ օջախում ընտանիքիս գրկում փարատում եմ իմ հոգին։ Վայելում եմ վերջին ազատ օրերս։ Ոնց թե ինչի գործի չես եկե։ Մենք միջև հունվարի կես արձակուր չենք։ Լուրջ ես ասում։ Ես էլ առիթ էի մանգալի տնից դուրս գալու։ Սկնիկս մի կողմից, երեխեքս մի կողմից ազդում եմ վրես։ Լավ, հեսա եկա շեֆ ջան։ Портадир, шеф иմանար, что ты нас не любишь։ Հանգստացի։ Իմ էսա կգամից հետո շեֆը անջատեց։ Այն մնացածը քեզ էի լսես։ Աղջի նազիկ, դու գիտեի որ էլ հունվարի արձակուրդները 15 օր չի։ Ես 3 օրա գործի եմ, բայց չգիտեմ որ գործի եմ։ Խարտեն մի քանի տարի այդ այնց է պետք ջան։ Հա, ես էլ ասում եմ, ես 3 օրա տուն ինչի մարդ չի գալիս։ Չնայած որ գային ինչ էինք հյուրասիրելու։ Տոն չի մնացել։ Խիմերակ տոն ոչ մի բան չի մնացել։ Այն ժամանակ հիշում եմ հունվարի 1-ին դուրս էին գալիս, գնում էինք բոլորի տներով նոր տարի էինք շնորհավորում, հունվարի 12-ին մեղրից հետ էին գալիս, որ հունվարի 13-ին նոր տարին շնորհավոր էինք նշենք։ Հիմա ոչ տոնա մնացել, ոչ տունա մնացել, ոչ տոնա մնացել, ոչ տոննա տոն, ոչ տուննա տուն։ Կյանքը այնքան է բարդացել, դարձել է հյուրանոց։ Մենակ տուն են գալիս քնելու համար։ Հա բայց դու սկի քնելու համար էլ գաստինիցան չես գալիս։ Լավ եմ անում, բայց ինչ սպասարկումը։ Մի ժամը հնդիկի նման բրնձիս եմ սպասում։ Մի ժամը բրնձում եմ, որ խռոնս լցվի։ Լավ, ես գնացի։ Գնամ շեֆիս մի քիչ շողոքորթեմ, թող պաշտոնս բարձրացնի։ Արա պետիկ, ես ինչքան լավ գրական բառեր գիտես։ Հետո էլ ասում են որակ չկա։